Սիրելի Աբովյանցիներ, այս մի քանի օրերին մենք շատ կարևոր գործ ենք անում։ Հայաստանի քաղաքներով, գյուղերով ենք ճամփորդում, հանդիպում ենք մեր սիրելի ժողովրդին եւ ներկայացնում Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստանի ծրագրերը։ Ու ժամանակը մեզ չի երիքում, որովհետեւ այնքան շատ են մեր ծրագրերը, այնքան կարևոր են դրանք, որ չենք հասցնում անգամ ներկայացնել։ Խոսում ենք հետագա 300,000 ստեղծվելիք աշխատատեղերի մասին, туриզմի ծրագրերի մասին, Նարեկը Կարապետյան խոսում է իր կատարած մինչև հիմիկվա գործերի մասին, նոր ստեղծած գործարանների մասին, ժամանակը մեզ չի երիքում։ Բայց մենք այդ իրիկվա ժամերին ավտոբուսով գնալուց ճանապարհին նաև նայում ենք, թե մյուսները ինչքան զարշավ են անում, ինչից են խոսում։ Մենք էտել ենք մի հոգի կա, մի փոքրիկ խմբակը հավաք է, այ մարդ ուտում են։ Արա ուտում են ես, արդեն մի ամիսա դրանք ուտում են։ Ոչ ծրագիր ունեն, ոչ գործ ունեն, ոչ խոստում ունեն, ոչ հաշվետվություն։ 8 տարվա ղեկավար են, 8 տարի խոստում են տվել, ինչ խոստացել են, հակառակն են արել։ Ասել են խաղաղություն կբերենք, պատերազմ են բերել, ասել են հարուստներից իրանց հարստությունը թալանածը կբերենք, կբաժանենք ժողովրդին, թալանածը վերցել են իրանց, եթե ինչ-որ բան վերցրել են։ Սուտը ստի հետևից ու հետել ասում է ժողովուրդ ջան, տենը մեկ ինչ լավ ենք ուտում։ Բա մեզ հնարավորություն չեք տալի, մենք 5 տարի էլ ուտենք։ Մենք էլ ասում ենք, չէ այ եղբայր, այդ հնարավորությունը մենք ձեզ չենք տալի։ Հերիքա ուտենք, սկզբից սկսին կուկուռուզից, անցան կարտոշկային, հիմա էլ ասում է կարտոշկա ուտողներին էլ պետք է ուտենք։ Այսօր ասել, այ մեր դրանց ոնց ես ուտում, ամենաշատ կարտոշկան Գերմանիա, Ռուսաստան են ուտում, դու դրանց ոնց ես ուտելու։ Բայց պիտի մենք դրանց ասենք, որ ախորժակ պահեն, ուտելու գործը բացվե։ Երկու օր առաջ Նարեկը իր Facebook-յան էջում ցույց է տվել, թե ինչքան ծաղիկ է ջերմոցի մնացել։ Ջերմոցներում, ճանապարհին, մաքսատաներում։ Այ բալա դուք պետք է ուտեք։ Այդ ջերմոցի ծաղիկներ պետք է ուտեք։ Այն ծիրանը, որ այս տարի Ռուսաստան չի գնալու, հետ էլ պետք է ուտեք։ Այն ալկոհոլային խմիչքները, որ չեն թողնում, հետ էլ պետք է խմեք։ Այն ջերմուկն էլ պետք է խմեք։ Այն օրենքանից հետո կարող է սեփական գազ էլ ունենանք։ Ասում ենք գազ ունենք։ Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չի գնացել։ Ունդեղ ընդունվել է հատուկ հայտարարություն Հայաստանի վերաբերյալ առանց Հայաստանի մասնակցության։ Նորմալ մարդիկ գիտեն, թե դա ինչ հետևանքներ է բերելու մեր